Ես այնքան համար եմ կատում հարության տոքի է։ Արդյոք մենք այսօր և երեք պատմության ընթացքին և այս պատմության ամբողջ ընթացքին մենք այդ հավատքով ապրել ենք և հավատացել ենք այն հավատքին, որով որ մենք ապրում ենք, թե ինքնախաբեությամբ ենք զբաղվել։ Ես վստահ եմ, որ շատ հավատացյալներ ամեն օր լսում են Քրիստոսի խոսքը իրենց ականջներով, նրանք նման չեն նրանց, որ ասում է ականջ ունի և չի լսում, և ապրում են երկրային կյանքը Քրիստոսի ուղենշած ճանապարհով, այն վստահ գիտակցությամբ, որ այդ ճանապարհով է, որ միայն կարող են արժանանալ երկնքի արդարությանը։ Բայց ցավիսից նաև հաստատում ենք մենք մշտապես, որ շատ-շատերի համար հավատքը դա մի կերտ կատեգորիա է կյանքում, որի մասին ինքը անգամ հաստատում է, որ ինքը հավատացյալ է։ Այդպիսի մարդիկ շատ ունենք, որ միշտ հպարտանում են, որ մենք Քրիստոսի առաջին հետևորդներն ենք, պետականորեն առաջին ընդունված ժողովուրդ ենք։ Բայց երբ որ ապրում ես այդ մարդու հետ, շփվում ես այդ մարդու հետ, տեսնում ես, որ այդ մարդը կապ չունի քրիստոնեության հետ։ Պարզապես նա զգեստավորվում է, նա փաթեթավորվում է քրիստոնեությամբ և ոչ միայն քրիստոնեությամբ։ Ես շատ երկար եմ մտածել այս վերջին շրջանում, երկիրը գնալով այսպես վատանում է։ Եվ միշտ այն համոզմանն եմ հանգում, որ մենք միշտ փաթեթավորված ենք ապրում ամեն ինչի մեջ։ Մենք մեզ հայտարարում ենք Քրիստոսի զինվորներ, քրիստոնեական եկեղեցու, բայց կյանքի ընթացքում այդ քրիստոնեությունը մենք փաթեթավորում ենք։ Գեղեցիկ կերպով, ամենուր եք այդպես է։ Մարդիկ գնում են միրգ առնելու ամենալավերը վերևն է շարում, դապը զիպիլանոց են դնում։ Վերևինը նայում ես ու գնում ես։ Կամ գեղեցիկ փաթեթավորված ինչ-որ բան ես ուզում առնել։ Այսպես փաթեթավորումը լավն է, բայց մի չէ տասը։ Կամ լավը չէ։ Եվ սա մեր յուրաքանչյուր, մեր կյանքի ընթացքում յուրաքանչյուր պարագայում։ Ոչ թե ճշմարտությունը սկզբունքներն են արժևորվում, այն ինչ-որ նա տեսնում է։ Եվ բոլոր պարագաներում և աշխարհում։ Եվ մարդը Աստված ստեղծեց տղամարդուն և հարսին, աղջկան, կնոջը ստեղծեց, չէ ասեց ծնեք, զավակներ և լցրեք այն երկիրը, որ ես ես համար ստեղծեցի։ Նրանք երկուսն էլ շատ գեղեցիկ էին, այն ժամանակ դա իրենք շարժևորեցին և այդ շարժևորումը գրեթե շարունակվում է առ այսօր։ Այսօր շատ անգամներ մենք ինքներս ենք անընդհատ հայտարարում, որ մենք բազի ենք, մենք ազնիվ ենք, մենք լավն ենք, բայց իրականության մեջ այդ քողարկված վիճակների մեջ ենք ապրում, մեր կյանքի ընթացքում։ Շատ-շատերն են գալիս ինձ ասում են այդ չի համարում մարդկանց ինչ-որ հատված գնում են ավանդավորական եկեղեցիներ, ասում են ուզում են թող գնան, Աստված ազատ կյանք է ստեղծել։ Բայց գիտեք, որ նրանք գնում են այդ վերևի շերտի համար, որովհետև այնտեղ ինչ-որ մեկը կանգնած սուտ բաներ է ասում է ես եմ Քրիստոսը, ես ինքս այն օր նայում էի ինտերնետով, ես եմ Աստված, Աստված իմ ժառանգորդը, մի նոր եկեղեցի, 70-ական թվականներին ես երբ որ ուրեմն ուսումնասիրում էի Ամերիկան մի քանի եկեղեցի, երիտասարդական եկեղեցի գոյություն ունի միայն, դրանք 300-ն են, միայն 300 երիտասարդական այդպես երիտասարդական կրոնական հարաբերություններ կային, և նրանցից ամեն մեկը մի բան է ասում։ Եվ ես վստահ եմ այսօր ավետարանը, որ ասպես շատերը կգան, կասեն ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն։ Մարդը գնում է այսպես քարոզի կանգնում է, գեղեցիկ խոսում է, խոսալու ժամանակ օգտագործելով իրանց բոլոր այն տեխնիկները, բայց գեղեցիկ ներկայացնելով և մարդը դրա համար գնում է։ Երբ որ անգամ ինչ-որ արժեքի մասին ես խոսում ինքը մի անգամից վատ օրինակներ է բերում։
Չաշխարհը լավն է, նրանք ովքեր Քրիստոսի հետ են, նրանք մշտապես բարիք են գործում, նրանք միշտ լույսն են արժևորում, քան խավարը, նրանք ճշմարտությունն են արժևորում, քան սուտը, որովհետև դա էլ է մի բան, որով որ մենք հավատալու ենք։ Չէ կանայք շատերը գնում են առավոտյան տելեֆոն ինչպես գեղեցկություններ ստեղծել մեր գյուղական ամենահամեստագույն արտիստեր ոչ կան չարած շատ ավելի գեղեցիկ է երբեմն այնտեղ մի քանի հազար դոլարով իրեն գեղեցիկ տվող դա չի եղել արժեք մենք իմ պապերս փշեցի են եղել այնտեղից ենք եկել եւ այն ժամանակ գոնե 60-ական թվականների սկզբին դրանց մեջ գեղեցկությունը այլ չափորոշիչներով էր հաշվում, քան այսօր։ Գեղեցիկ հարսանիքներ, գեղեցիկ վիստավորումներ, բայց շատ-շատերը, որ նայեք մեր ազգի հետ կապեր չունեն։ Մենք այսօր գոյատևել ենք, որտեղ մենք մեր դեմքն ենք ունեցել։ Հայկական դեմքն ենք ունեցել, բոլոր առավելություններով և թերություններով։ Եվ Աստված մշտապես մեզ հետ քայլել է։ Այսօր մենք ամեն օր խաբում ենք, մենք խաբել Քրիստոսին, չէ Քրիստոս տեսնում է։ Բայց չի օգնում ասելու, որ ես եմ այն ճանապարհը, ճշմարտությունը, որով դուք կարող եք եւ կյանքը, որով կարող եք երկնքի արքայությանը արժանանալ։ Սա է հարության վերած ավետիսը մեզ։ Այդ գիտակցությունը պիտի լինի, ոչ թե թերությունը, որովը մի բան տեսնում ես, որ ուզում ես ասել, բադու ասում է։ Ինքը չի նայում իրան ասում, հա մենք էլ գիտենք, որոշ են մեղանչական ենք։ Եվ ավելին գիտենք, որ ոչ հոգևորականի պատիժը ավելի կարող է քիչ լինել, քան հոգևորականինը, որովհետև ինքն է հետ սպասավորը եկեղեցու։ Բայց մի բան որ խոսես, մի անգամից ինքը մի բան է հիշում, ասում, բան ժամանակ հիշում ես, որ մեկ եկավ գնացեցինը դու չտվեցիր։ Ուրեմն այնտեղ որ մեկը տա, այն մեկը որ տալիս է, տեսնում եմ մեր համայնքում, մեր համայնքը գոնե գիտեմ։ Ես մի բան գիտեմ, ով որ հայկական արժեքներով, հայրենասիրությամբ, հարգանքով այն բոլոր մեր ծնողներին, այն ընտանիքներին, որոնց զավակները նահատակվել են այս հայրենիքի համար, նրանք չպիտի գնանք այն տեղերը, չպիտի գնան, որտեղ ես որ նայում եմ, տեսնում եմ մի հատ մեծ ֆուռա կանգնած այնտեղ, ու միսօրը որ պիտի բաժանի այդ հավատացյալներին, ու իրենց հավատացյալներին, մի բան վերցնելով պետք է իր համար ուրախանա, որ ինքը չի իրավունք չունի ասելու այնտեղ, որ իրենք ասում են հայտներ, որ երկնքում ես, իրենք հայտներ ասելու իրավունք չունեն, որտեղ հայտների մեջ իրենք արդեն խախտում են քրիստոնեական հավատքը, որտեղ հայր ասելու համար պետք է վստահ իմանալ, ես ճանաչում եմ Աստծուն եւ ասում եմ իմ հայր, որտեղ հայրն է մեր հակասությունը, եւ այն բոլոր արժեքները, մեր պատմությունը, այն ամեն ինչ որ գոյություն է աշխարհում, մեր պատմությունից ինչ ժառանգած ես այդ բոլորը սիրում ու հարգում եմ, անկախ դրանից նրանք լավ են կամ վատ են, ամենափոքր մի ստեղծագործություն, որ 5-րդ, 7-րդ դարից վերված է այսօր, մենք մեծ զգուշավորությամբ այդ արժեքին ենք մոտենում, ոչ թե ինքը գեղարվեստական մեծ արժեք, ինքը ժառանգությունն է մեր վախերից մեծ մնացած, որովհետև եթե մենք սա չենք իմանում, մենք դրա հաջորդ քայլում ուրանում ենք մեր ծնողներին, ծնողները ուրանում են իրենց զավակներին, իրենց զավակներին ուրացող ծնողի ես ծնող չեմ համարում, ինչպիսին էլ ուզում էր լինի, ինչ պատճառը ուզում է լինի, որովհետև ամեն տեղ ծնողի մեղքը եղել է, ինչ որ պահի մեջ, որտեղ ինքը ճշմարիտ արժեքներ չի տվել իրեն, ես վստահ եմ, համոզված եմ այն մարդը, որ գոնե մի մանան է, չափ հավատ ունենա իր հոգու մեջ, ինքը չի կարող մեղքեր գործել, մեղքերը սկսում են այն ժամանակ, երբ որ մարդիկ ուրանում են Քրիստոսին, հեռանում են Աստծուց, եւ բնականաբար ուրանում են բոլոր այն արժեքներից, որոնք որ նրա մեջ ընդգրկված են, որի մասին Քրիստոս ասում է, հենց այդ ճանապարհով պիտի գնալ, սա է քրիստոնեությունը, ես այստեղ կանգնած չեմ մտածում, որ ես ինչ-որ շատ խելացի իմաստություն մեկնեմ, բայց ես տեսնում եմ մարդիկ, որոնք որ գալիս են, մի մասը ցավով է գալիս, մի մասը չի իմանալով գնաց երեք բան լսեցի, քան լավ էր խոսում, սա էր անում, հետո ինչ քո մայրը չէ, ինչ որ մեկին վեր կանգնեցին իմ դիմաց ասեն, գիտես ինչ կա տեր նորայ, սա շատ լավ հարուստ մի հատնավորություն է, մի հատ մեր փոր ունի չի
չգիտեմ ինչ ունի, սա ունի, վաղարին սա է քո հայրը, չէ իմ հայրս աշխարհի ամենալավ հայրն ու մայրն է, որտեղ նրանք իմ հայրն ու մայրն է, սա իմ հայրենիքն է, և որևէ մեկ իրավունքն այդ հայրենիքը տնօրիներով։ Ոչ այնպես որ մեր հայրերն են մեր ժառանգել, մենք եկել ենք մեզ Աստված արի թակնվել, որպեսզի մենք քար ավելացնենք այն հայրենաշինության մեջ, որը որ մենք ժառանգել ենք, ոչ թե քայքայենք ոչնչացնենք այդ հայրենիքը։ Սա է։ Սա ասելուց հետո ինչ-որ մեկը եթե ինձ ասում, բա դու ես կասեմ, գնա մտածում չի մասին է ես քեզ ասում։ Սա է քրիստոնեությունը մենք անդադ հայտարարում ենք, անընդհատ լիքը մոմեր ենք գալիս, բարում ենք, մտածում ենք, որ նոմը վառեցինք մեր մեղքերն էլ դուրս եկան։ Գալիս են ասում Տեր, բայց դու գիտես այն մարդը, որ փող ա տվել եկեղեցի ա կառուցել, էդի սրիկա կամ չգիտեմ դատավոր լինել։ Ես չգիտեմ ով է այդ մարդը մի բան անի։ Եվ ինքը երանի նրան ովքեր եկեղեցի են, չէ, եկեղեցաշինողների համար երանի կա, չէ։